Փառք մեր Տիրոջը հարազատներս ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով, թող Աստված առատապես բոլորիդ օրհնի, ովքեր էլ չեն եկի այսօր հիվանդ են, թող Աստված կատարյալ բժշկի իրանց, Հիսուս Քրիստոսի անունով, թող Սուրբ Հոգին կպնի իրանց որտեղ որ իրանք կան, փառք Աստծուն, այսօր հրաշալի օր է, որտեղ այսօր Տեր Հիսուսն է ստեղծել, եւ փառք Աստծուն, մենք այսօր արթնացել ենք այդ օրվա մեջ, եւ Աստված բարիքներ է պատրաստել մեզ, հարազատներս, փառք Աստծուն, Աստված բարիքներ է պատրաստել մեզ համար, հալելույա, գիտես քո Տերը եկավ, մահացավ, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց եւ Աստծո խոսքն ասում է, այլևս չի մեռնի, հավիտյան կենդանի է, փառք Աստծուն, եթե քո Տերը, որին դու հավատում ես, հավիտյան կենդանի է, հարազատներս, ուրեմն դու հույս ունես, հալելույա, հույս ունես, փառք մեր Տիրոջը, եւ այսօր հարազատներս այն խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, կոչվում է այսպես, հավատք, որ հրաշք է անում։ Մենք այսօր չենք խոսի ընդհանուր հավատքի մասին, դրա մասին շատ է խոսվել, շատ քարոզներ ենք լսել, շատ օծյալներ են խոսացել, մենք ենք ծառայության ժամանակ շատ անգամ խոսացել հավատքի մասին, բայց այսօր եկեք խոսենք նրա մասին, հավատքի մասին, որը հրաշք է անում։ Որտեվ հավատքը այն բանալին է, որ մենք կարողանում ենք Աստծո ամենակարողության դռները բացենք մեր կյանքի համար։ Հավատքը այն բանն է, որ գերբնականը բնական է սարքում մեր կյանքում։ Եվ ամեն բնագավառում հարազատներս չկա ինչ-որ մի բնագավառ, որ ասենք հավատքը տեղ չի գործում։ Ամեն բնագավառում քո ամբողջ կյանքում, ամբողջ կյանքիդ մեջ հավատքը ունի ունակություն հրաշքներ անելու։ Այդ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասեց, հարազատներս, եթե Աստծո հավատք ունենաք, կասեք այս սարերին, վեր ելեք եւ ընկեք ծովը, եւ կլինի դա։ Ասեց, գոնե մանանեխի հատիկի չափ ունենաք։ Եվ ինքը ասեց, մանանեխի հատիկը ամենափոքրն է սերմերի մեջ։ Բայց մեծանում ծառ է դառնում եւ ասում է շատ թռչունների համար, ասում է տուն է դառնում այդ ծառը։ Այդ համար քո հավատքը ինքը կարա դառնա շատերի համար օրհնության տեղ, որ մարդիկ գան եւ քո հավատքի տակ, այդ հավատքի ծառի տերևների տակ հովանի գտնեն, օրհնություն գտնեն, փրկություն գտնեն, հարազատներս։ Եվ ես մի անգամից ուզում եմ անցնեմ Աստծո խոսքին, եկեք կարդանք Եբրացիներից 11-րդ գլխից։ Եվ ուզում եմ տնային աշխատանք ձեզ տամ այսօր, հարազատներս։ Երբ որ այսօր գաք տուն, վերցրեք Եբրացիս 11-րդ գլուխը եւ ամբողջովին կարդացեք։ Ուղղակի խնդրում եմ ոչ թե այնպես ռուտ ու վերջ։ Ուղղակի ամեն խոսքի վրա ուղղակի մտածեք։ Ինչ է Տերը ուզում ասել իր խոսքով հավատքի մասին եւ այն հավատքի հերոսներին, որոնց կյանքում հավատքը հրաշքներ արեց։ Եվ այստեղ այսպես է ասում, Եբրացիս 11-րդ գլխի առաջի խոսքից մինչև 3-րդ խոսքը։ Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է։ Տեսնում եք, հարազատս, այստեղ Աստծո խոսքը կոնկրետ նշում է հավատքը, ինչ որ բանի հույս եթե ունես, այդ հույսերի հաստատումն է, ինքը հաստատություն է բերում։ Հույսը, որովհետև դու դեռ չես տեսնում դա։ Բայց հավատքը, երբ որ միանում է, այդ աներևույթը տեսանելի է դարձնում։ Դու ապացույց ունես։ Երբ որ գրվում է, որ Աբրահամը հավատք ունի, ինքը տեսավ եւ հավատաց։ Հիշում եք, Աստված ասեց. նայիր քո սերունդներին, ասում է, եւ ինքը տեսավ եւ հավատաց։ Մինչեւ այդ տեսնելը ինքը հույս ուներ, որ Աստծո խոսքը կկատարվի իր կյանքում։ Բայց ինքը հաստատություն չուներ իր կյանքում, այդ համար ինքը նստած իր վրանի մեջ թթվել էր։ Բայց Աստված եկավ ասեց, չէ, ես ուզում եմ, որ այդ քո հույսը հավատք դառնա, որտեվ հավատքը տեսնելու ունակություն ունի։ Ես ուզում եմ, որ դու ունենաս հավատք, որը հրաշք անում քո կյանքում։ Ես չեմ ուզում, որ քո կյանքում լինի մեռած հավատք, ինչպես Հակոբոսն ասում։ Ես ուզում եմ, որ քո կյանքում
լինի հավատք, որ հրաշքներ է անում։ Աբրահամ նայիր եւ հաստատվիր իմ խոսքի մեջ։ Հաստատվիր իմ խոստմունքների մեջ։ Հաստատվիր եւ ասում այն աներևույթ բաների ապացույցն է։ Դա դեռ չկար, ինքը դեռ պապա չէր, ինքը դեռ հայր չէր, Իսահակը չկար, բայց ինքը ապացույց ուներ Աստծուց։ Եվ ինքը դավանում էր, ասում էր, ես Աբրահամն եմ։ Ես այլևս Աբրամը չեմ։ Ես Աբրահամն եմ։ Ես հայրն եմ ազգերի։ Կնոջն էլ ասում էր, դու Սարայը չես, դու Սառան ես։ Այսուհետև դու իշխանուհի ես։ Որովհետև հավատքը խոսելու ունակություն ունի։ Եվ տեսեք, երկրորդ խոսքը այսպես ասում, որովհետև նախնիները դրանով, հավատքով, վկայություն ընդունեցին։ Աստծուց վկայություն ընդունեցին, որ Աստված իրանց հետ է, որ ինչ որ Աստված խոսմունքա տվե կկատարի։ Եվ այդ համար իրենք խիզախորեն գնացին եւ հրաշքներ տեսան իրենց կյանքում։ Հավատքով ենք իմանում, որ դարերն Աստծո խոսքով ստեղծվեցին, անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։ Այդ համար էլ հարազատներս Հռոմեացիների 4 գլխում գրված է Աբրահամի մասին, որտեղ ասում է, որ ինքը չլինող բաները լինողի պես էր ասում։ Որովհետև իր կյանքում անտեսանելի բաները ինքը տեսանելի է դարձնում հավատքը։ Դու դեռ չես տեսնում, որ քո մարմինը բժշկված է։ Ֆիզիկապես չես տեսնում, բայց հոգով դու տեսնում ես, որ դա արդեն կատարված փաստ է։ Անտեսանելի բաներից տեսանելի է դարձնում։ Գերբնականը բնական է դարձնում, հարազատներս։ Եվ Աստված ցանկանում է, որ քո կյանքը լցված լինի հրաշքներով, որ դու հավատքով հրաշքների մեջ լինես, հարազատս։ Մատթեոս ավետարանի 14-րդ գլխի 28-րդ խոսքում, 29-րդ խոսքում այսպես է ասում. Պետրոսը նրան ասեց. Տեր, սա այն մասն է, երբ որ Հիսուսը աշակերտներին ասեց գնացեք ծովի մյուս եզրը, կես գիշերին ես կգամ։ Եվ կես գիշերին տեսան Հիսուսը ծովի վրա քայլելով գալիս էր, վախեցան եւ ասեցին. տեսիլ քա։ Առաքյալները հավատում են տեսիլքին եւ վախեցան։ Եվ Հիսուսը ասեց. մի վախեցեք, ես եմ, մի վախեցեք։ Գիտեք, Հիսուսը եթե այնտեղ մոտիկանար մի հատ հու աներ, խեղճ առաքյալները ուշքից կգնային։ Վախեցած են, վայ տեսիր քա, անհնարին է, որ ինչ որ մեկը ջրերի վրայով գնա։ Բայց Հիսուս ուզում էր մի մեծ դաս անի իրանց համար։ Եվ Պետրոսը նրան ասաց, եւ երբ որ Հիսուսն ասեց, ահա ես եմ, Պետրոսը խոսեց Հիսուսի հետ եւ ասեց. Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գամ, քեզ մոտ գալ։ Իսկ նա ասեց. եկ, եւ Պետրոսը նավից իջնելով քայլեց ջրի վրայով եւ Հիսուսի մոտ եկավ։ Գիտեք, մենք շատ անգամ կարդացել ենք եւ շատ անգամ այս դրվագ Աստվածաշնչից կարդացել ենք ու չգիտեմ ինչպես դուք, ես միշտ երբ որ ես պատմություն Աստվածաշնչում կարդում եմ, առաջինը հիշում եմ ոնց էր Պետրոսը խեղդվում, ոնց էր Հիսուսը իրան փրկում, ոնց էր իր ձեռքը պարզում, ու դրա մասին շատ եմ քարոզել, որ տեսեք հայացքը Հիսուսից շեղեց եւ սկսեց խեղդվել։ Բայց այսօր ես ուզում եմ բոլորովին ուրիշ բանի վրա մենք մեր ուշադրություն դարձնենք, որ Պետրոսը չվախեցավ, հավատաց եւ նավակից դուրս ելավ եւ գնաց ջրերի վրայով։ Որտեւ հավատքի մեջ խիզախություն կա։ Ինքը հավատաց եւ հրաշք եկավ իր կյանքում։ Ինքը առաջի եւ վերջի մարդ եղավ, որ ջրերի վրայով կարողացավ քայլի գնա։ Մենք շատ շանկ ուղղակի դա մեր բնությունն է հարազատ, մենք միշտ վատին ենք նայում։ Մենք նայում ենք ոնց ինքը սուզվում էր, խեղդվում էր։
Բայց չենք նայում նրան, որ ինքը կարողացավ այդ նավակը թողնի 11-ը նստեցին, բայց դուրս չեկան նավակից։ Բայց Պետրոսը ելավ նավակից դուրս ելավ եւ գնաց Հիսուսին ընդառաջ։ Աստված կամենում է, որպեսզի դու այդ հավատքի մեջ այդպես խիզախ լինես, որտեղ այդ հավատքը, որին ինքը հավատաց, Հիսուսի խոսքին ասեց եկ։ Շո Հիսուս ասել ես եկ, հալելույա։ 11-ը, հարազատներս 11-ն էլ լսեցին եկ։ Կարային այդպես 12 հոգով հելնեին, դուրս գային ու գնային Հիսուսին ընդառաջ։ Բոլորն էլ լսեցին, ասեց եկ։ Բայց միայն Պետրոսը կարողացավ այդ խիզախության քայլը անի եւ այդ հավատքը հրաշք արեց իր կյանքում։ Այդ իր հավատքը բոլոր ֆիզիկական օրենքները խախտեց։ Որտեղ ըստ ֆիզիկական օրենքների անհնարին է, ինքը պիտի սուզվի, ջուրը չի պահի իրան։ Ես այսօր ուզում եմ, որ մեր ուշադրությունը, ել եմ ասում, մեր ուշադրությունը դարձնենք նրան, որ Պետրոսը խիզախություն առավ, նավակից դուրս ելավ եւ գնաց։ Ու մեր կյանքում էլ շատ անգամ այդպիսի իրավիճակ է գալի, որ մենք պիտի խիզախություն առնենք ու մեր կոմֆորտի նավակից դուրս գանք ու գնանք։ Հավատքի քայլեր անենք, ինչպես ջրերի վրայով գնալով, որտեղ ամեն քայլը, որ Պետրոսը դնում էր, հավատքի քայլ էր։ Էդի հիմի մենք ենք կարդում, որ ասում ենք, հելավ Պետրոսը գնաց Հիսուսին ընդառաջ եւ ամեն ինչ նորմալ, սկսեց սուզվել, հետո Հիսուսը օգնեց, վերելան, իրար թեթևի բռնած, եկան մտան նավակը։ Գիտեք, Հիսուսը իրան գերանի պես չքաշեց, բերեց, մտի նավակ, արա այս ոնց խիզախություն արար։ Ինքը իրան բարձրացրեց, թեկուզ ինքը սուզվեց, բայց Աստված բարձրացրեց, վերականգնեցրեց եւ Պետրոսի հետ փաթաթված եկան երկուսը մտան նավակի մեջ։ Եվ բոլորի սրտի մեջ վախ մտա, որտեվ իրանք տեսան, որ այստեղ գերբնական բաներ են կատարվում։ Կոնկրետ գերբնական բաներ են կան, ասում ծնկեցին նավակի մեջ բոլորը, ոսիցին էսով է, որ սենց կարում է ջրերի վրայով քայլել, էսով է, որ քամիներին հանդարտեցնում է։ Աստված կամենում է, որ քո կյանքի մեջ ամեն օր հրաշք լինի։ Որ հրաշքը սովորական երևույթ դառնա քո կյանքի մեջ։ Հեշտ է ջրի վրայով քայլել, հեշտ չի։ Խիզախություն է պետք։ Դու հասկանում ես ամեն քայլդ հավատք է, ամեն քայլդ, վայ։ Միայն քայլելու մեջ դու միշտ հայացքդ ուղղիր դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, հարազատս։ Որտեւ Աստված ուզում է հրաշք անի քո կյանքում, ոչ միայն հենց քո կյանքում, այլ քո աշխատանքի մեջ, քո տանը, ամեն բնակավարում, հարազատներս, քո հոգևոր պատերազմի մեջ։ Մի հետաքրքիր պատմություն էլ կարդանք 4-րդ Թագավորաց գրքի մեջից, հարազատներս։ 4-րդ Թագավորաց 6-րդ գլխի 5-րդ եւ 6-րդ խոսքը։ Այստեղ մի հետաքրքիր պատմություն է։ Ամբողջ չեմ ուզում կարդամ, ուղղակի այդ դրվագը կարդանք, բայց ձեզ կարճ պատմեմ։ Աստծո ժողովուրդը հելան գնացին գործերի, իրենց այդ Եղեսեներ։ Եվ մի մարդ այդքան էլ հարուստ չէր, արենդով, հիմիկվա լեզվով ասած, կացիներ վերցրե, որ գնա ծառ կտրի, փող աշխատի, բերի իր ընտանիքը պահի։ Բայց դժբախտություն կատարվեց։ Կարդանք։ Եվ երբ որ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ։ Եվ նա բարձր գոչեց եւ ասաց. «Վայ Տեր իմ, դա իմ փող առնվածներ»։ Պատկերացնում եք այդ մարդը
Արենդով վերցրել է, եկել է, որ մի երկու կոպեկ աշխատի, ընտանիքին փող բերի, կտրելու ժամանակ երկաթը թռնում է ու ջրի մեջ ընկնում է։ Ինքը կոնկրետ ինչա գոռում վայ, այդ վայը արդեն ամեն ինչ բացատրում է, որ ինքը հասկանում է, ինքը որ հիմի ոչ կարա փող աշխատի, ինչ էլ ունի պիտի տա այդ կացին առնի, որ վերադարձնի։ Այդ համար ասում է, վայ Տեր իմ, դա իմ փող առնվածներ։ Բայց փառք Աստծուն, որ այդ մարդի կողքին կար Աստծո մարդ։ Ով են քեզի շրջապատում, հարազատներս։ Ինչպիսի մարդիկ են քեզ շրջապատում, որոնք քեզ հավատքի մեջ բարձրացնում են, որոնք քեզ օգնում են հավատալ, թե ընդհակառակը քո հավատքը տրորում են։ Ով ինչպիսի մարդիկ են քեզ շրջապատում։ Գիտեք, այդ մարդու, այսպես ասած, բախտը բերեց, որ Եղիսեն այդտեղ էր ու ինքը լսեց այդ հետի։ Եվ Աստծո մարդը ասաց. ուր ընկավ, եւ նա տեղը ցույց տվեց նրանց։ Եղիսեն մի փայտ կտրեց եւ գցեց այնտեղ, եւ երկաթը լողաց դեպի վեր։ Աստծո մարդը օգնեց իրան, որ իր հավատքը գրգռվի եւ ինքը կարողանա հավատա, որ գերբնականը բնական դառնա։ Ով է ձեզանից մեկը տեսե, որ կացնի երկաթը ջրի տակից հելի ջրերես։ Ես չեմ տեսե։ Ու մենք ամեն մեկս հասկանում ենք, որ դա գերբնական բան է, էդի հրաշք է, որտեղ երկաթը երբեք ջրի վրա չի լողում, եթե իհարկե էդի նավ չի։ Բայց երկաթը ինքը պիտի սուզվի ու ըստ ֆիզիկական օրենքի տենց էլ եղավ, հենց ընկավ ջուրը, միանգամից սուզվեց։ Բայց Աստծո մարդը ճյուղը կտրեց, գցեց, օգնեց, որպիսի ինքը հայացքը ուղի եւ իր հավատքը գրգռի ու սպասումները լինի Աստծոց, որ հրաշք ստանա իր կյանքում։ Ու Եղիսեի հավատքով եւ այդ մարդը, երբ որ ինքը միացավ Եղիսեի հավատքին, հրաշք կատարվեց։ Այդ հավատքը ունակություն ուներ հրաշք անել եւ կացինը վերելավ։ Պատկերացնում եք ինչքան մարդը ուրախացավ։ Հավատք, որ կարողանում է հրաշք անել, որ հրաշք անում։ Դա հրաշք է, հարազատներս։ Նորից եմ ասում, ինչպիսի մարդիկ են քեզ շրջապատում։ Որովհետև ամեն մեկս էլ մեր կյանքում ինչ որ մի րոպե կարող է լինի, հարազատներս, որ հավատքից թուլացար։ Գիտեք ինչպես են ժողովարանի պետը ասեց, միայն թե հավատա, Հիսուսն ասեց, երբ որ եկավ, ընկավ Հիսուսի ոտքերը, ասեց, խնդրում եմ, արի երեխես մահանում է։ Պատկերացնում եք ինչպիսի ծանր իրավիճակի մեջ է, որ չնայեց ոչ որ ինքը ամոթ է, որ ինքը մեծ այսի ջահել է, ինքը ուրիշ ճար չուներ, ինքը եկավ, ընկավ Հիսուսի ոտքերին, ասեց, խնդրում եմ, երեխես մահանում է, արի։ Եվ Հիսուսն ասեց, մի վախենա, միայն հավատա կտեսնես Աստծո հրաշքները։ Ու ինքը ինչ ասեց, հավատում եմ, բայց օգնի իմ հավատքին։ Ինքը հասկացավ, որ իր հավատքը չի հերիքում, այդ հրաշքը տեսնի, որ իր երեխան առողջ։ Փառք Աստծուն, որ իր կողքին Հիսուսը կար, որը կարար օգներ իրան, որպեսզի իր հավատքը գրգռվի եւ ինքը հրաշք ստանա իր կյանքում։ Օգնի, որպեսզի այդ մարդու ժողովրդանի պետի հավատքը բարձրանա։ Ու ինքը երբ որ վերցրեց իրան ու եկավ իր տուն, ասեց, չմտածես, չվախենաս, ես կգամ քո հետևից։ Ու միանգամից պատտվեց, լրիվ գործերը թողեց, եկավ իր տուն։ Ու գիտեք,
ինչի, ասում ինքը բոլորին սենյակից հեռացրեց, վերցրեց միայն հորը, մորը եւ 3 առաքյալներին։ Ինչու հենց հորը մորը, որտեվ ոչ հայրն է տեսե իր դուստրին մեռած, ոչ մայրն է տեսե։ Ըստ եբրական օրենքների մահանալուց առաջ պիտի ամենամոտիկ հարազատներին դուրս հանեին սենյակից։ Իրանք պիտի չտեսնեին մահանալու ժամանակը, որտեվ իրանք հավատում էին հարությանը, որ հետին օրերում Աստված հարություն է տալու, որպեսզի իրանք հիշեն իրեն հարազատին կենդանի։ Այդ համար Աստված իրանց վերցրեց, իրանց հեշտ էր հավատալը։ Իրանք չեն տեսել իրան երեխուն հոգին տալուց։ Առաքյալները դե այնպես էլ այդ րոպեին այդտեղ չէին, Հիսուսի հետ էին։ Եվ եկավ Հիսուսը եւ հրաշք արեց։ Օգնեց, որպեսզի այդ մարդկանց հավատքը բարձրանա եւ հրաշք կատարվի։ Շրջապատիր քո կողքը, քո շուրջ կողքը հավատքով մարդկանցով, որոնք կօգնեն քեզ հավատքի մեծաճես, որոնք կօգնեն քեզ, որպեսզի քո հավատքը հրաշք գործող հավատք դառնա։ Հեսուին մենք բոլորս գիտենք հարազատներս։ Գիտեք Հեսուի կյանքում ինչու այդպիսի մեծ հրաշքներ էր կատարվում, որտեվ իր կողքին Մովսես կար, որ Մովսեսը օգնեց իրան, որպեսզի ինքը հավատքի մեջ աճի եւ հավատքի մարդ դառնա։ Հեսուի 10-րդ գլխի 12-ից 12-13-րդ գլուխ կարդանք։ Այն օրը, երբ Տերը ամորացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հիսուսը խոսեց Տիրոջ հետ։ Եվ իսրայելցիների առաջ ասաց. լրիվ ժողովրդին չէ, գնաց գողտու, որ ստացվի, հետո ինքը պատմի, որ չստացվի, չի ստացվի։ Ինքը բոլորի դեմ կանգնած ասեց. Արեգակ Գաբավոնի վրա կանգնիր, եւ դու լուսին Ալեղոնի ձորի վրա կանգնիր, եւ Արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Միթե սա գրված չէ ուղիղի գրքում։ Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում եւ չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ։ Ճիշտն ասած, ես իմ ուղեղով չեմ հասկանում ոնց է եղավ։ Երկրագունդը կանգնեց, էլ չպտտվեց։ Այդ ոնց եղավ, որ Արեգակը չշարժվեց, որտեվ այսօր մենք գիտենք, որ երկրագունդը պտտվում է, Արեգակը գնում է։ Օրը վերջանում է։ Իսկ ստեղ ասում է մի ամբողջ օրվա չափ Արեգակը կանգուն մնաց։ Ֆիզիկապես ես չեմ կարողանում հասկանամ, բայց հավատքով դա ընդունում եմ։ Ինչպես մենք կարդացինք, հավատքով ենք իմանում, որ դարերը Աստծո խոսքով ստեղծվեցին։ Անտեսանելի բաներից տեսանելի դառան։ Հավատքով են, որտեվ մենք կարող ենք ամեն հարցի պատասխանը չունենալ։ Բայց ոնց եղավ, բայց մոլեկուլը Աստված ոնց արեց։ Մենք հավատում ենք, որ Աստված արեց։ Կամ հարցնեն, ոնց կլինի, արդեն մարդիկ մեռել են, մոլեկուլների են քանդվել։ Ոնց պիտի Աստված ամեն մոլեկուլ հավաքի։ Ես կարող եմ մանրամասը դիտականորեն չկարողանամ բացատրեմ, դա ոնց կլինի, ես չգիտեմ ով կարա բացատրի։ Բայց մենք հավատքով ընդունում ենք, որ դա այդպես է լինելու է։ Որ այս դարերը հավատքով ենք իմանում, որ այս դարերը Աստծո խոսքով են արված։ Փառք Աստծուն, որ Հեսուի կյանքում կար Մովսես, որի կողքին ինքը կանգնած ծառայում էր եւ ինքը սովորեց եւ ինքը հավատքի մեջ աճեց
Եվ այնքան աճեց, որ ինքը կարողացավ խիզախորեն իր հավատքը հրաշք կատարելու ունակություն ուներ, որ բոլորի առջև կանգնեց եւ ասեց. «Արեգակը պիտի կանգնի, լուսին էլ ինքը պիտի կանգնի, մինչեւ որ թշնամիները չընկնեն»։ Ու ասում է, այդպես էլ եղավ։ Եթե շարունակությունը կարդանք, ասում է, այլևս այդպես չի լինելու։ Աստված լսեց հարազատներս։ Իսկապես դա հրաշք է։ Այդ համար հարազատներ, եթե այսօր դու հասկանում ես թշնամիները քեզ ուզում են ամբողջովին հաղթեն, հարազատս այն նույն հավատքը, որ Հեսուի մեջ էր, քո մեջն է։ Այն նույն հավատքը, որ Հիսուսի մեջ էր, եւ Հիսուսը ինքը հրամայեց, եւ Պետրոսը եկավ իրան ընթառաջ, որ փոթորիկները հանգստացնում էր, այդ նույն հավատքը քո մեջ է։ Որտեւ Աստծո խոսքն ասում է նույն հավատքի հոգին ունենալով, նույն հավատքի հոգին ունենք մենք։ Նույն հավատքի հոգին էր Աբրահամի մեջ եւ մեր մեջ։ Դա ուրիշ հավատք չէր, նույն հավատքի հոգին է մեր մեջ։ Հեսուի մեջ, Հիսուսի մեջ, Պողոսի մեջ, Եղիսեի մեջ, որ ինքը քցեց եւ վեր ելավ երկաթը, բարձացավ ջրի երեսը։ Նույն հավատքի հոգին մեր մեջ է, հարազատներս։ Ու երբ որ դուք տանը այսօր կկարդաք Եբրացիների 11-րդ գլուխը ու կտեսնեք այդ հավատքի հերոսներին, ուղղակի կարդալով ասա, իր հավատքը իմ մեջ է։ Հավատքով Մովսեսը զատիկ արեց, հավատքով ծովը բացեց, հավատքով այդ նույն հավատքը, որ Աբրահամի մեջ է, քո մեջ է, հավատքով, որ իրանք կարողացան երեխա ունենան, խոսմունքի զավակը ստանան, նույն հավատքովն էր, հարազատներս։ Այնպես չի, որ այդ իրանք էին, էսի դու ես։ Այդ այն չի, հարազատներս, որ գիտեք, ես որ նոր եկել էի Աստծուն, գիտեք, երբ որ կարդում էի Եղիսեի, Մարգարի Եղիսեի մասին, ես մտածում եմ, դրանք մի յուրահատուկ տեսակի մարդիկ են, յուրահատուկ տեսակի։ Ես ուր եմ, ինքը ուր է։ Բայց մի անգամ Հակոբոս գիրքը կարդալով ես տեսա, ասում է, եւ Եղիսեն էլ մեր պես մարդ էր։ Եվ աղոթեց, եւ 3 տարի կես անձրև չեկավ։ Հետո աղոթեց եւ անձրև եկավ։ Մեր պես մարդ էր, հարազատս։ Ինքը յուրահատուկ չէր, Աստված չասես դու յուրահատուկ ես, Աբրահամ քեզի լսեմ, բայց քո սերունդներին չեմ լսի։ Ոչ, ինքը ասեց քո սերունդները կորնվեն Աբրահամ քեզանով, որովհետև նույն հոգին, որ քո մեջ է, իրանց մեջ էլ է լինելու։ Նույն հավատքի հոգին, այն հրաշքները, որ քո կյանքում արեցի, իրանց կյանքում էլ կանեմ։ Հիսուսը ինքը առավել եւս ասեց, հարազատներս, որ ինձ հավատացողները ավելին կանեն, քան ես եմ արել։ Ոնց Հիսուսը ավելին ես կանեմ։ Բայց մենք Աստծո խոսքը կասկածի տակ չենք կարող գցել։ Չէ, դա Հիսուսն էր։ Հիսուսը մեր ամենամեծ օրինակն է։ Եթե Հիսուսն ասեց կանեմ, դա նշանակում է կանեմ։ Մի վհատվիր, մի հանձնվիր, շրջապատիր քեզ հավատքի մարդկանցով։ Հարազատս, որոնք կօգնեն քեզ հավատքի մեջ աճես, եւ կա հավատք, որ հրաշք է անում, որովհետեւ այդ հավատքը բացում է Աստծո ամենակարողության դռները քո կյանքում։ Հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք, եկեք աղոթենք, հարազատներս։ Սիրելի Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, մենք գոհանում ենք քեզանից, որ դու տվել ես մեզ հավատք, եւ հավատքը կարող է հրաշք անել։ Հավատք, որ հրաշք է անում մեր կյանքում։
Հավատք առ Աստված, որ ամեն բան հնարավոր է դարձնում, որ չլինող բաները լինողի պես է անում, գերբնականը բնականի պես, Հիսուս Քրիստոսի անունով, չլինող բաները լինողի պես, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով։ Ու ես խնդրում եմ քեզ այսօր, որ դու օրնես Տեր ջան եւ բարձրացնես մեզ հավատքի մեջ, որ մենք իմ Տեր Աստված քայլենք հավատքի մեջ եւ ապրենք հավատքով, որովհետեւ մենք հավատացյալ ենք Տեր։ Ապրենք հավատքով Հիսուս Քրիստոսի անունով Տեր ջան, որտեղ դու ասում ես նույնիսկ փրկությունը հավատքի ձեռքով է, դու ասում ես շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ձեզանից չի, այլ Աստծո պարգև է։ Այո Տեր ջան, մենք շնորհակալ ենք քեզանից Հիսուս Քրիստոսի անունով եւ ամբողջ փառքը եւ գոհությունն ու մեծությունը քեզ ենք տալիս հավատքի համար, հանուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Փառք Տիրոջը։